Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պարոն Աղազարյան, ես ինչ խառնեք։ Չեմ խառն։ Դե պետական դավաճանությունից սկսվեց այդ սեքսուալ սկանդալներով, հետո շարունակվեց մանր եղջերավորներով, մի խառը թեմաներ է, էլի։ Բայց հարցս հետևյալն է, էլի մի հատ դիտարկում անեմ, հետո շարունակեմ։ Այսինքն ինձ համար կարևոր էր, որ դուք այս ամբիոնից ասեիք, որ այս տարիների ընթացքում նաև սխալվել եմ, երբ որ պաշտպանել եմ օրինակ իշխանություններին, սխալվել եմ, որ Արցախի հարցով նման դիրքորոշ բավականին դուք աղմկարույց հայտարարություններ եք արել եւ պետք է առնվազն դրա համար փոշմանած լինեք։ Այդ դիտարկումը այդ հարցին պետք չի պատասխանել երևի թե եթե հարմար կգտնեք պատասխանեք թե չէ։ Եվ իմ գործընկերներն մի հատ հետաքրքիր է, էլի որ ասենց ասում եք բանը անձեռնմխելությունից զրկել ինձ հեշտ հանգիստ անձեռնում։ Եթե ձեզնից յուրաքանչյուրին վերաբերվել է անձեռնմխելությունից զրկելը, հաստատ ուրիշ տեսանկյունից կնայեք այս հարցին։ Եվ այս հարցը մի քիչ պիտի բարոյական տեսանկյունից էլ նայենք, էլի։ Այսինքն, եթե ուրեմն այս ամեն ինչը տեղի է ունենում, երբ որ մարդը կարծիք է հայտնում եւ պարզ ակնհայտ է, նաեւ գործընկերներս ասացին, որ սա ճնշում է, դե սա ակնհայտ է, ուրիշ կարծիք լինել չի կարող։ Բայց նաեւ դե բարոյական կողմը կա, էլի։ Եթե ուրեմն մենք ամեն ինչում sense ազնիվ ենք, արդար ենք, ամեն ինչ sense իդեալական է, այդ ուրեմն փաստորեն դուք ուզում եք ասեք կընտրովի արդարադատություն չի, էլի էս։ Նորմալ այս երկրում ամենակոռումպացվածն էլ չէ, ես չէի պատկերացնի, որ ձեզ կպաշտպանեմ, բայց Հովիկ Աղազարյանն է, էլի։ Ամենակոռումպացված մարդը Հովիկ Աղազարյանն է։ Հարցս վերջում ձևակերպեմ, դուք մի հատ միտք արտահայտեցիք, պարոն Աղազարյան, որ ասիք ստորագրահավաք եք նախաձեռնել մանկահասակ երեխաների մորը կալանքից ազատ արձակելու հետ կապված։ Ես կարծում եմ դա վերաբերում էր պարոն Սիմոնյանի եղբոր կնոջ, չէ՞, դուք ստեղ որ քիչ առաջ հայտարարեցիք, որ խմբակցությունում ստորագրահավաք եք կազմակերպել այդ օրերին։ Եթե կարելի է դրա մասին մի քիչ մանրամասն էլ այդ նախաձեռնությունը, որ ասենք ինչ նախաձեռնություն է։ Ստորագրահավաք չենք կազմակերպել, ես ինքս եմ բարձրացրել հարցը խմբակցությունում, ես չեմ ասի ում հետ էր կապված, բայց ի պատիվ խմբակցության միահամուր ձևով խմբակցությունը միջնորդեց, որովհետև մենք միջև այդ որոշում ունեինք, որ եթե մեզ դիմում են խափանամիջոցի հետ կապված միջնորդություն ներկայացնելու, ապա դա կարելի կլինի անել միայն այն դեպքում, երբ որ այդ հարցը քննարկվի խմբակցությունում եւ խմբակցությունը համապատասխան դիրքորոշում ունենա, որպեսզի թույլ տանք մեր իրավապահ մարմինները ազատ լինեն։ Մենք այս պետության գերագույն ղեկավարությունը, ասենք падգամավորները, մենք այդպիսի որոշում ենք կայացնում եւ ես տիկին դատախազի 1-2 անգամ առիթով հարց եմ տվել, թե արդյոք տիկին դատախազ կալանքը որպես խափանամիջոց օգտագործվել է ճնշում գործադրելու համար եւ ցուցմունքներ կորզելու համար տիկին դատախազը դասախոսություն է կարդացել, թե որն է կալանք, որը կալանք չի։ Բայց այդ բաները մենք գիտենք, որ եղել է, ես ինքս գիտեմ, որ եղել է այդ բաները։ Հիմա անձեռնմխելությունից գզեկին հաջորդը կլինի խափանամիջոց կանանք, բնականաբար տրամաբանությունը, ճնշման տրամաբանությունը պիտի գնա այդ ուղղությամբ, հակառակը չի կարող լինի, բայց ես նույնիսկ եմ ասում դրան պատրաստ եմ։ Բայց ինչ եմ ուզում ասեմ նաև, կներեք այն հարցի մասին շատ բանամասեր չեմ կարող ասել, ներողություն եմ խնդրում։ Ինչ եմ ուզում ասել, հետաքրքիր է, էլի, որ մի գործը, մանր եղջերավոր անասունների արտահանման գործը լույս աշխարհ է եկել երկու մարդկանց զրույցի արդյունքում, բնականաբար իրավապահ մարմինները չէին կարող չարձագանքեին, ովքեր ծանր հանցագործության համար արդեն դատա գնում, ինչպես ասեց տիկին դատախազը, ես գիտեի նախաքննական փուլումը, դատա գնում, եւ մենք կարդացել ենք, լսել ենք, գրքերից ենք իմացել, թե մարդիկ նեղ վիճակում ինչ ցուցմունքներ կարող են տալ, եւ դա բերում են այստեղ, որպես արդարադատության, մի հատ խորհրդանիշ սիմվոլ են ներկայացնում։ Տիկին դատախազը այնպես ջերմությամբ է խոսում Արամ Մկրտչյանի մասին, ով 5 տարի ազատազրկման է դատապարտել 2011 թվականին խարդախության հոդվածներով, ով այսօր գտնվում է դատական գործընթացների մեջ, ով Հայաստանը լքել է բաց
դռների արդյունքում մտածելու բաներ չկա, ստե։ Լիքը մտածելու բաները։ Արձագանք։ Աստորեն հետեւյալ արձանագրումը անենք, որ մարդը, որ խարդախության համար 5 անգամ դատվել է, եթե պետք է, ուրեմն իրավապահ մարմինները այդ ցուցմունքները կարան համարեն արժանապատիվ, արժանահավատ կներեք, արժանահավատ կարան համարեն եւ որևէ խնդիր չունենան դրա հետ, բայց այն բազմաթիվ դիմումները, որ կան, որ տեսնում ենք այդ խոշտանգման դեպքերը, մեր արցախցի քույր եղբայրների հետ կապված, որ տեղի ունենան ոստիկանական, այսինքն, եթե վերաբերվում անդիմադիր հայացքներ ունեցող կամ այն մարդուն, որ արդեն դուրս է եկել խմբակցությունից, լի այդ ամեն ինչը օգտագործվում է։ Ասե որտե է այստեղ էլի արդարությունը։ Եվ ես կոչ եմ անում ձեզ ավելի համարձակ խոսել դրա մասին, որովհետև տարիները անցնելու, այս ամեն ինչը մեր սերունդները տեսնելու են։ Հենց սրանից էլ է գալիս մեր երկրի հետագա ճակատագիրն ու ապագան։ Եթե մենք այստեղ ազնիվ չենք, ուրիշ հարցերում ազնիվ չենք կարող լինել։ Եվ դուք ասիք չեմ ուզում մանրամասնել, այսօր շատ կարևոր է, որ շատ հարցերի վերաբերյալ մեր հանրությունը, մեր հասարակությունը մանրամասն տեղեկանա, որովհետև թվում է թե մանրուքներ է, բայց այդ անչափ կարևոր է։ Պարոն Դանիելյան, կոնկրետ ես ամենայն դեպս հրապարակային ինչքան թույլ է տրվել այն սահմանները, որ կա, ես այդ հարցերը բարձրացրել եմ ամենայն դեպս։ Եվ հարցազրույցներում, եւ նորից եմ ասում հենց այստեղից, երբ որ ընդեղ էին նստած, հարցեր եմ տվել եւ դատախազին եւ ԲԴԽ-ի նախագահային նման դրսևորումների համար եւ շատ անհանգիստ եմ եղել եւ հիմա էլ եմ անհանգիստ նույն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կոնտեքստում մենք չենք կարող այդ պայքարին քրեական ենթամշակույթի դեմ քրեական ենթամշակույթի որևէ ներկայացուցիչ չի ուզում որ իր երեխեն դառնա քրեական ենթամշակույթի անդամ ուզում է որ իր երեխեն դառնա սպորտսմեն ուզում է որ իր երեխեն դառնա երաժիշտ բայց այդ իրողությունները որ ստիպված լինում են որ հույս չունես, որ արդարություն կարաս ունենաս բանի հետ կապված, այդպես է դառնում։ Հիմա Արամ Մկրտչյանի հետ կապված գործ այդ $23,000 ենթադրյալ գործը, գրողը տանի, ո՞նց է, մի հատ ուղիղ ցուցմունք չկա։ Եվ այդ մարդը ստեղ չի, ո՞նց է արդարադատություն իրականացնելու։ Հայկ Նազարյանին ասել է, ձայնագրություններ, տեսագրություններ, այսինքն խորհրդավոր ձևով, ինքը խոսացել է, ձայնագրել է, ուղարկել է։ Այդ անուղակի ցուցմունք է, դուք ո՞նց եք հիմք ընդունում այդ ես չէ իրավաբան լինելով անհանգստանում եմ։ Իմ դեպքում, որ այդպես է տեղի ունենում, շարքային քաղաքացիների հետ ինչ կլինի։ Շնորհակալություն։